Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, վերջին օրերի իրադարձությունները եւ դրանցից բխող խոսույթը մի ցավալի իրողություն են արձանագրում։ Մեզանում որոշ ընդդիմադիր շրջանակներ ու նրանց ազդեցության տակ գտնվող անհայտներ պայքարում են երկու բանի դեմ՝ Հայաստանի ինքնիշխանության եւ խաղաղության դեմ։ Նրանք մերժում են երկու բան՝ խաղաղությունը եւ Հայաստանը։ Այս շրջանակները եւ նրանց ետևում կանգնած արտաքին ուժերի կողմից Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային հարձակումները, ապատեղեկատվությունն ու հակակարողությունը մանիպուլացրել են մեր քաղաքացիների որոշ հատվածի այն աստիճան, որ նրանք կարող են մերժել Հայաստանի Հանրապետության քարտեզը, համարել, թե իրենք այլ քարտեզ ունեն, համարել, որ Հայաստանը իրենց պետք չէ։ Իհարկե, սա ցավալի փաստ է, եւ սա ունի իր բացատրությունը եւ այդ բացատրությունը կրկին նույնն է։ Այս քաղաքական շրջանակները փորձում են նսեմացնել եւ մերժել իրական Հայաստանը եւ շարունակել զարգացնել 200 տարի քաղցր քարոզչական հնարքը, պատմական հայրենիքի մեկ այլ Հայաստանի մասին, որը վերջին 200 տարում այդպես էլ քարոզչական թեզից այն կողմ չանցավ, բայց որ հայ ժողովրդի համար անասելի զրկանքի, տառապանքի եւ կորստի պատճառ դարձավ։ Սիրելի հայրենակիցներ, սակայն վերը նշվածով հանդերձ կա նաև ուրախալի փաստ։ Եվ մարզային, եւ երևանյան այցերի ընթացքում մեր օրակարգը հասկացանք, որ պահանջված է մեր քաղաքացիների շրջանում։ Եվ ի հեճուկս ապատեղեկատվության այդ ահռելի ծավալների խաղաղության եւ իրական Հայաստանի օրակարգը հանրային մեծ արձագանք եւ պաշտպանություն է գտել։ Ուստի վստահ եմ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում, սիրելի հայրենակիցներ, մենք միասին հավերժ բացելու ենք խաղաղության եւ տնտեսական զարգացման դուռը, մեկընդմիշտ փակելով պատերազմի եւ զրկանքի դուռը։ Շնորհակալ եմ։